Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, Աշխարհասփյուռ հայություն, Շանթի եթերում դիրքերում հաղորդաշարն է։ Այսօր մենք կրկին այցելել ենք հայկական պետական սահմանի հյուսիսային հատվածը։ Եթե հիշում եք, վերջին անգամ մեզ չհաջողվեց այստեղ նկարահանումներ կատարել, քանզի մեր խումբը ենթարկվեց հարձակման ադրբեջանցիների կողմից։ Ասեմ ձեզ, որ մեր օպերատորը Դավիթը արդեն ապակինվում է, նա իր տանն է արդեն բուժումը անցկացնում եւ շուտով ոտքի կկանգնի եւ կվերադառնա իր աշխատանքին։ Իսկ այսօր մենք այցելենք մեր դիրքապահներին, մեր զինվորների, սպաների հետ կզրուցենք, կծանոթանանք իրավիճակին եւ այդ ամենը սիրով կներկայացնենք ձեզ մեր եթերի ընթացքում։ Դիրքի ավագ Սերժանտ Հակոբյանի հետ ենք զրուցում։ Ո՞նց եք, պարոն Սերժանտ։ Շնորհակալություն լավ։ Ո՞նց է իրադրությունը։ Ասեք, կնկարագրեք մոտավորապես իրավիճակը ո՞նց է, հակառակորդը իրան ո՞նց է պահում։ Հակառակորդը իրեն պահում է իրեն նման, ոնց որ միշտ եղել է, սակայն չի կարողանում շատ բան անել, որովհետև ավելի հզորացվել ենք եւ ավելի անվաղ զինվորներ ունենք։ Ավելի անվաղ զինվորներ։ Զինամթերքը եւ զենքերը ավելի է բարձրացել, դրա հետ մեկտեղ մենք էլ ենք հզորացել։ Իհարկե։ Փորձն էլ է, էլի, ինչքան ժամանակ է, տարի ու կես է, չէ՞, ծառայում։ Արդեն տարի ու կես է ծառայում եմ։ 7 ամիս է մնացել, որ ո՞նց է գոհ ծառայությունից հետ։ Իհարկե, եւ նույնիսկ շատ հպարտ եմ, որ այստեղ եմ ծառայում։ Եվ նման հիանալի բնության մեջ։ Հիանալի բնության մեջ, քաղաքում ես երևի մեծացել։ Կարելի է նաեւ այդպես ասել։ Կարելի է այդպես ասել։ Լավ, Սերժան ջան, ասեցիր, որ հակառակորդը իրեն պես է իրեն պահում, հասկացանք դա ինչ նկատի ունես, բայց ասում են վերջի մի քանի շաբաթվա ընթացքում ինչ որ հարաբերական անդոր է, ճիշտ է։ Հա, բայց դա մեզ համար նորմալ է, որովհետև իրենք ինչքան խաղաղ լինեն, միևնույնն է հակառակորդից սպասում ենք ամենավատը, որովհետև եթե հակառակորդը ինչքան խաղաղ է լինում, այնքան ավելի վատը պետք է սպասենք, որովհետև հնարավոր է կարողանա կազմել մի հատ պլան, որպեսզի մեզ, այսպես ասած, հարվածի, ցավ պատճառի, դրա համար մենք շատ ճիշտ ես անում, ապրես։ Իզուր չի որ դիրքի ավակ են դրել, ճիշտ էլ մտածում ես։ Փորձ է ցույց տվել այսքան տարիների, որ նրանք ինչ որ ժամանակ որ խելոք են մնում, պաստորեն այդ ժամանակը ոչ թե խելոք են մնում, իրականում ինչ որ բան, ինչ որ սադրիչ գործողություն պլանավորում են։ Այո։ Դրա համար զգոնությունից պետք չի գնել։ Զինվորներից հետ գոհ ես քո ծառայով։ Հա, գոհ եմ, իրենց դրսևորում են շատ լավ եւ քաջարի մարտիկ։ Քաջարի մարտիկներ, իսկ քաջարի մարտիկ ունես ստացած ձերոցից։ Հրամանները գնացած է, այս ամսվա վերջ որ պետք է ապերես մենք էնիչնենք, արդեն կստանան բոլորն ունեն, կիսով չափով քաջարի մարտիկ եւ կիսով չափով պատվոգիր։ Բոլորի անունը գնացած է։ Իսկ լավ ծառայողները խրախուսվում են, էլի, ներ չի որ չեն խրախուսվում։ Խրախուսվում են եւ աչքի են ընկնում մեր վերադասների մոտ։ Հասկանալի է, տղա ջան, հասկանալի է։ Միջանձնային հարաբերությունները, տղեկի հարաբերությունները իրար հետ։ Իրար հետ շատ լավ են։ Կարելի ասել, ոնց որ մի տնից դուրս եկած են, որ մեծական խոսք է, ասում մի տնից չենք մի հալի ենք։ Էդի լավ խոսք է։ Ու իրոք ստե տենց են, մեկը մյուսին հասկանում են, որ քաղաքային չաշ չի, ստե իրանք մեծ գործ են կատարում եւ պետք է ստեղ իրար հետ սիրով լինեն, որպեսզի հակառակորդին կարողանան մեկ հարվածով իրենց արժանի հարվածը տալ։ Հասկանալի է, հասկանալի է։ Հակոբյան ջան, լավ է որ այդպես է, տղաները շատ տեղերում եմ ես հարցրել, գիտեմ որ հենց այնպես չեն ասում, որ մի տան նման են ապրում, իհարկե նման պայմաններում, այս բարձր լեռներում, այս անտառների մեջ, փառք Աստծո որ եղանակները տաքացան, հա, երկար ժամանակ ստեղ ձմեռ է լինում, գիտեմ որ 1-2 մետր ձուն է, չէ՞, մինչև գալիս, այդ ձմեռը դժվար է շատ անցկացնել, այս նման պայմաններում ո՞նց եք անցկացնում, վառելիքը բավականացնում է, չի բավականացնում, ո՞նց է ամեն։ Վառելիքը բավականացնում է, որովհետև վերադասները եւ նախարարությունը դրա համար մտածում են ժամանակին, այսինքն հիմիկվանից արդեն ձմեռվա համար մտածում են։ Պատրաստությունը միանգամից տեսնում են, իսկ դժվարությունը կարելի ասել հայ զինվորի համար դժվարություն չկա, հայ զինվորը եթե կա, ոչ մի դժվարություն եւ ոչ մի անհնարին բան չկա։ Դու ավելի շատ սպայ ես նման գանձ Սերժանի։
Լավ ես գոհ, ապրես տղա ջան, ապրես գոհ։ Դե քո խնդրում եմ ուղեկցես, կուզեմ զրուցեմ նաև ձեր ենթականների հետ, զինվորների հետ։ Ծանոթանանք, տեսնենք, գիտեմ, որ այստեղ բավականին մեծ աշխատանքներ եք անում, այլ ինժեներական աշխատանքներից կուզեմ ասես։ Ինչքան է շարունակական է, դեռ շարունակում եք։ Ինժեներական աշխատանքը սկսել ենք գրեթե 2 ամիս առաջ, գործը շատ է, սակայն չենք ընկճվում, այլ հպարտ ենք, որ մեզնից հետո տղերքը կգան քիչ գործ կանեն, էլի։ Այսինքն պատրաստվում եք տղեկին, որ իրանք ավելի լավ, ձեզ լավ անունով կհիշեն, էլի։ Իհարկե։ Ապրես տղա ջան, շնորհակալություն, խնդրում եմ ուղեկցես քո զինվորների հետ, քո ենթակաների հետ կուզենք զրուցել։ Շարքային Հակոբյանը մարտական հերթապահություն էր անցկացնում, սերժանտի թույլտվությամբ մի քանի րոպեով կզրուցենք նրա հետ։ Ո՞նց է Շարքային ջան։ Լավ, մերսի։ Լավ է ծառայությունը։ Շատ լավ է։ Հա, գոհ ես։ Ինչքան ժամանակ է ծառայել։ 23 ամիս արդեն։ 23 ամիս։ Հեշտ անցավ։ Թռավ էլի մի կոպիտ ասած շատ արագ անցավ։ Շատ արագ անցավ, հա։ Իսկ եթե նոր գար ծառայելու կարող է այդ 3 տարին ընտրել ծառայել, եթե նոր գար ծառայելու։ Կուզենայի պրոստը արդեն պլանավորած բաներ ունեմ էլի։ Հա, արդեն։ Այս ուզում ես ասես, որ ես նոր մի տարի մնալը։ Որ հիմա նոր սկսեի ես պայմաններներ, շատ լավ էր էլի։ Շատ լավ էր, հա, հասկանալի է։ Իսկ ընդհանրապես ծառայությունը քեզ ինչ որ բան տվեց, մանավանդ նման պայմաններում։ Գիտեմ, որ այս պայմանները ինչքան էլ դուք ասեք հեշտ եւ այլն, բայց դժվար պայմաններ, այդքան էլ հեշտ չի։ Մանավանդ տղաների համար, ովքեր քաղաքային պայմաններում են ապրել, հայտնում են անտառում, բնակվում են անտառի տնակներում, հասկանում են, որ կացարանները լավ սարքում եք դուք ձեր ձեռքով։ Բայց կուզեմ մի փոքր ասես այդ դժվարությունները հաղթահարելը երկար տևեց քո մոտ։ Երկար չտևեց, այդքան ինչքան դժվար էր, բայց դժվարությունից հետո շատ հեշտ կլինել երևի ստեից հետո։ Իսկ ֆիզիկական աշխատանքը գիտեմ, որ շատ մեծ աշխատանք եք կատարում։ Գիտես, այս ամբողջ խրամատները, այս ամբողջ խրամաբջիջները, այս դիրքում գիտեմ, որ դուք ձեր ձեռքերով եք սարքել։ Այդ ֆիզիկական աշխատանքը կոփեց քեզ։ Տարբերություն զգում ես քո մեջ, այսինքն Հակոբյանը միջև բանակ գալը եւ բանակից հետո։ Տարբերությունը շատ մեծ է։ Շատ մեծ է։ Կարաս բացատրես ինչու՞մ է, քո կարծիքով է։ Դե ես միջև ստե քաղաքում եմ միշտ ապրել, անտառի մեջ, անտառը չեմ պատկերացել, անտառի մեջ ապրելը ոնց է լինում։ Հա։ Անտառի մեջ մնալը, անտառի դժվարություններին սովորելը։ Հա։ Ինքնուրույն ամեն ինչը անել է, չէ՞։ Ծառը կտրում ենք, մաքրում ենք, բերում ենք, կահավորում ենք։ Հա, ձեր ձեռքով սարքում եք։ Փայտե գործություններ սովորեցիր էլի, հա, ձեռքի։ Միջև իմ բանակ գանել եմ ես զբաղվել։ Հա, միջև գանել ես։ Հա, փայտամշակում, դեստեղ ուրիշ մշակում ամ մի քիչ էլի։ Ստե մի քիչ մեծ է բեդերը։ Պետերվիցա։ Գերանները, հա, լավ է։ Տղեքի հետ ոնց է։ Շատ լավ է։ Կարող ես այդ ընկերությանը ստեղ։ Ոնց չեմ կարող։ Մի ամսից տուն ես գնում փաստորեն։ Մի ամսից տուն եմ գնում են, որ արդեն գնացել են, կգնամ իրանց այնտեղ կտենամ, մնացածին էլ կսպասեմ միջև գան էլի։ Հա, իհարկե տղա ջան։ Ոնց է հակառակորդը այս քանի օրը պահում իրան, նորմալ է, հանգիստ է։ Հա, նորմալ է, ուրիշ ոչի բան չի էլ կարանի։ Չի էլ կարանի, չէ՞, չեք թողի։ Չէ։ Հա, ցավը տանեմ, ապրես։ Շնորհակալ եմ քո ծառայության համար, բարի ծառայություն, բարի վերադարձ։ Քո ծնողներին էլ շնորհակալություն, որ քո նման լավ զինվորներ են մեզ տալիս։ Մերսի շատ։ Ապրեք։ Ոնց ես։ Լավ, դուք ինչ ես։ Լավ, լավ։ Պարոն սերժանտ, իմ դիտարկման ընթացքում հակառակորդի կողմից նկատելի խախտումներ չեն նկատվել։ Իրադրություն ունի անփոփոխ, հրադադարի ռեժիմը չի խախտվել։ Ապրես տղա ջան։ Շելոք են մնում, հա, փաստորեն։ Հա։ Անունդ ոնց է։ Դավիթ։ Դավիթ ջան, Շարքային ես։ Ճիշտ է։ Ինչքան ժամանակ է ծառայում ես։ Ես մոտավորապես արդեն 11 ամիս եմ, 11 ամիսից նոր եմ։ Մեր ճուտոն ես։ Սես դերքեմ կարող եմ որ կովոյին էլ դեր։ Հեշտ է ծառայությունը, զենքդ քեզից մեծ է տղա ջան։ Ոչինչ էլ հարմարվել եմ։ Հարմարվել ես։ Լավ ես կրակում։ Հա, նորմալ։ Հա։ Հա։ Գիտես չէ՞ կողմնման փոքր տղերքը ոնց էին կռվում, է։ Հա, ապրելին, հա, լսել եմ, տեսել եմ ձեր հաղորդումներում։ Հա, տեսել ես։ Հա։ Տեսա մեկը որ լեցինան դարավ, քո նման էս փոքր։ Հա, ցավը տանեմ։ Գիտեմ որ այս փոքր մավրում մի հատ զոր մեծ հոգի է։ Ո՞նց է ամեն ինչ գուր դա էսա ծառայությունը։ Հա, շատ։ Ահ, բիჭա։ Հա, հարմարվել ենք արդեն, ծառայության մեջ ենք մտել, նորմալ է էլի։ Նորմալ է։ Հա։ Հա, տղա ջան, ժպիտի դու մատա, լավն ես դու, լավ։ Իսկ զենքիդ լավ ես տիրապետում, լավ կրակում ես։ Հա, լավ կրակում եմ։ Կրակայինները ինչ ես ստացել։ 4-5։ Հա, 4-5։ Հա։ Կարևորը գիտես, չէ՞, որ դա միշտ մաքուր պատրաստ լինի զենքը։ Հա, ամեն առավոտ միշտ մաքրում ենք էլի զենքը, որ
ամեն պահի պատրաստ լինենք։ Հա, անտած ստուգում եք։ Հա։ Դրա վրա էլի գովիսը։ Հա, էսա, եթե զենքը չլինի, չեն կարելի է սահմանը պահենք, այս զենքի վիսով ենք ստե կանած, մեկը մեր ոգու շնորհելի։ Հա, ցավը տանը, հա, ապրես։ Ընդհանուր ասպես գոյս, տղեկի հետ հարաբերությունները շատ լավ է։ շատ լավ է։ Հա։ Հա, ուրախ եմ ասում։ Ինչ եք անում։ Պարապ ժամանակ ինչ եք անում։ Ասենք պարապ զինվորը շատ չի մնում, գիտեմ, բայց որ Դե հանգստի ժամին։ Հանգստի ժամին հիմնականում զբաղվում ենք խոսակցությամբ կամ պարտականություններ ենք սովորում, էլի։ Իշու շուտ են հարցնում ձեր պարտականությունները։ Չէ, դա չէ, հիմնականում երբ որ գայս են ստուգումների այդ ժամանակ հարցնում են։ Բայց դուք ավանդած սովորում եք, որ հանգած ցանկացած պահի կան իմանալ։ Հա։ Էդին հենց այդպես անգիր անելու բան չի, էլի։ Չէ, անգիր չենք անում, հասկանալով ենք սովորում։ Հա, որ հասկանալով սովորես, դա շատ պետքական բան է։ Հա։ Մանավանդ անվտանգության կանոնները, դիտորդի պարտականությունները, մարտական խնդիր, մարտական հաշվարկ, հրաձիգի պարտականությունները, հա, կողմնորոշիչները, այս բանը, մեզ վրա կցած գրանատներ իմանանք ինչի համար է, հրթիռները, լուսարձակով եւ այլն։ Հա, ապրես։ Երևում է, որ լավ է սովորում ես։ Դպրոցում ո՞նց ես սովորել։ Շատ լավ։ Շատ լավ։ Հա։ Մասնագիտություն ընտրել ես։ Հա։ Ինչ ես ուզում դառնալ։ Էլեկտրոտեխնիկ։ Էլեկտրոտեխնիկ, հա։ Նախքան բանա գալիս պոլիտեխնիկ եմ սովորել, առաջին կուրսը վերջացել եմ, եկել եմ բանը։ Հա, պետք է գնաս սովորես, շարունակես։ Շարունակեմ, հա։ Իսկ լսել ես այս նոր օրենքի մասին, որ կարաս գնաս այդ բարձր մուծված լինի արդեն։ Հա, լսել եմ։ Կարող է միջև վերջ որոշես, որ շարունակես մի տարի։ Մտադրություն կա, դեռ մտածում եմ էլի այդ ուղղությամբ։ Հա, մտածում ես այդ ուղղությամբ։ Մտածում եմ էլի։ Բայց լավ առաջարկ է, դու գայս է։ Հա, ընդհանուր առմամբ շատ լավ առաջարկ է։ Հիմնականում ուսանողների համար շատ լավ առաջարկ է։ Հա։ Հա, որ արդեն դուրս են գալի, էլեմենտ դիրքեր իջնում են, գնում են օդուսման։ Հա։ Դե էլի առավելություն է տալի հանգստանում է զինվորը։ Հանգստանալուց բացի ուսմանը դվարցը ամեն ինչը հա կարող է։ Ծնողին Միջև ասպիրատուրա կարաս սովորես։ Հա։ Ծնողին ինչ որ չափով օգնում ենք էլի։ Իհարկե։ Մի բերդ հետևացնում եք։ Հա։ Բայց կարող որ ծնողներդ էլ համաձայն են, որ դու մնաս ավելի։ Հա, հենց այդ էլի ամենադժվար բանը չէ։ Ծնողին համոզելն է որ մնանք։ Ասում չէ երկու տարի գնում ես ծառայես, մի հատ մի տարի ավել ծառայես։ Հասկանալի է։ Ապրեց ցավը տանը, շատ տրամադրությունից բարձրացրեցի։ Շնորհակալ եմ քեզ քո ծառայության համար եւ քո ծնողներից քո նման զինվոր մեզ բարգեւելու համար։ Խնդրեմ։ Բարի ծառայություն անփորձանք, զգուշ կլնես։ Եղավ։ Դες Այս մի փոքր հատվածով երևում է տղաները ինչ առելի աշխատանք են անում։ Ծառերը կտրվում են, մշակվում են եւ այդ նման ձևով խրամատները կահավորվում են, որպեսզի կավային այս գրունտները, ձմեռը եւ մանավանդ գարնան եւ աշնանը անձրևների ժամանակ խոչընդոտ չառաջացնեն անցուղիներում։ Շատ վարպետորեն իրենց աշխատանքը անում են։ Իսկ ինչ ես ասի, որ 19-20 տարեկան տղաներ են այս գործերը անում, ամեն ինչը տեղը տեղին, այսպես կոկիկ եւ մեկին չես տեսնի, որ ուֆ անի, ասենք դժգոհի ֆիզիկական աշխատանքից եւ այլն։ Ընդհակառակը ասում են ինչքան շատ ես ֆիզիկական աշխատանք կատարում, այնքան արագ է ժամանակը անցնում, այնքան հետաքրքիր է անցնում եւ չես նկատում, թե ոնց եկավ ծառայությանդ վերջը։ Բոլոր համարազինվորները ասում են, որ ֆիզիկական աշխատանքը, ինժեներական աշխատանքը, որ իրենք անում են, իրենց ոչ թե հոգնեցնում է, այլ ինչ որտեղ նաև հետաքրքիր է սարքում իրենց, հետաքրքիր է անցնում ժամանակը։ Դե ինքներս ենք տեսնում, որ տղաները լավ գործ են անում, հուսով ենք, որ իրենց ասած ժամկետում կավարտեն այս դիրքի լրիվ կահավորումը։ Ինքը արդեն պաշտպանական դիրք որպես ամբողջովին պատրաստ է, ուղղակի արդեն կահավորումները գեղեցկացնում են, հարմարացնում են ամեն ինչը։ Մեր Շարքային Ավետիսյանը գնդացորդ ինչքան ժամանակ է ծառայում ես Ավետիսյան ջան։ Մոտավոր արդեն գնի տարուկեսված ծառայում եմ։ Տարուկեսված ծառայող ես։ Ճիշտ է։ Ձեր դիրքի ավակի հետ եք եկել էլի։ Ճիշտ է։ Ոնց է գոհ ես դիրքի ավակից։ Շատ գոհ եմ։ Շատ գոհ ես։ Ընկերություն եք անում։ Ճիշտ է։ Ոնց այ կուզեն դու նկարագրես զինվորական ընկերությունը, մարտական դիրք վայելու ընկերության մասին։ Դե զինվորական ընկերությունը մի քիչ դժվար է ձեռք բերել, բայց որ ձեռք ես բերում դրսում կյանքում էլ շատ պետք է գալ։ Հա։ Ծառայության ընթացքում մեկս մյուսին հասնող, նեղ պահին, թե լավ պահին։ Եվ դժվարությունների դժվարություն ճիշտ այդպես դժվարությունները յարդ են անցնում,
Տենց լավ պահեր ենք ունեն, վատ պահեր, դժվարություններ։ Այդ ամեն ինչի արդ եք անցնում։ Ճիշտ այդպես, տենց են ծստում մեր ծառայությունները, տենց։ Այդտեղ է կոփում էլի ընկերությունը։ Բա որ մեկը մյուսի թիկունք եք պահում, ամենակարևորը։ Ամենակարևորը իրար թիկունք ենք պահում, ամեն դժվար պահին իրար կողքի կայնացենք։ Իսկ զենքիդ ոնց ես տիրապետում։ Զենքից տիրապետում եմ նորմալ։ Նորմալ, լավ կրակում ես։ Հա։ Դուրդ եկավ քո զենքը, լավ սովորեցի։ Ճիշտ այդպես։ Մալադովսկիել եմ զենքը ունեցել, հիմա այս զենքը վրա սկսած։ Այլ է զենք։ Հայ սկզբից հենց այդ զենքի վրա ես էլի սովորել։ Ճիշտ այդպես։ Հա, կարևոր է։ Եղավ դե քեզ բարի ծառայություն, ամփոփանք։ Շնորհակալություն։ Դուշ էի տղաձ։ Տունը վաճառում ենք կահույքով, ամեն ինչով։ Առնում եմ։ Գուցե նայեք։ Սա մեր հյուրասենյակն է։ Այստեղ մենք ամեն առավոտ կռվում ենք։ Առնում եմ։ Սա մեր ննջասենյակն է։ Ստեղ էլ ամեն գիշեր բարի շում ենք։ Առնում եմ։ Սա էլ մեր բաղնիկ զուգարանը։ Ինչ։ Սալիկները կերամամարացի են, հանել ենք հետներս ենք տանեմ։ Կերամամարացի, որակ, որից անհնար է հրաժարվել։ Սա էլ կերամամարացին, վայելեք։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Առնում եմ։ Դրանք ասում են, որ հերթով են ճաշ պատրաստում, այսինքն կոնկրետ այս դիրքում չունեն խոհարար, որ միայն ինքն է պատրաստում եւ օրը մի հոգի խոհարարություն է անում։ Այսօր Հովյան Արտուշի հերթն է։ Մենք միասին Հովյան Արտուշի հետ ընթրիք ենք պատրաստելու տղաների համար։ Տղաների մեծ մասը հիմա իրենց դիրքում են, դիրքերն են պահում, մի մասը հանգստանում է, մի մասը ներսում աշխատանք են անում, ես ու Արտուշն էլ այստեղ ընթրիք պատրաստենք, հետո արդեն հերթով ով որ գալիս է կոկտեյլի ընթրիքից։ Ինչ ենք սարքելու այսօր Արտուշ ջան։ Դա ցուցակով նայենք։ Ցուցակով նայես, հա։ Ցուցակով։ Հա, այս ոնց է, բացատրես ոնց է։ Դե առավոտվա էսի նախաճաշն է։ Հա։ Ցերեկվան է էսի ընթրիքն է։ Մենք ընթրիքն ենք պատրաստելու։ Հա։ Հացը Հասկանալի է, այստեղ գրածա թե ընթրիքի ժամանակ ինչ պետք է օգտագործենք։ Քանակը եւ ինչ պետք է օգտագործենք։ Այստեղ արդեն մթերքն եք պահում։ Հա։ Տեսեք, ինչ գեղեցիկ, սիրուն, ասեմ ձեզ, ազնիվ խոսք հատուկ չեն դասավորել։ Մենք համարյա բոլոր դիրքերում ուղղակի ամեն անգամ չենք նկարում, չձանձրացնենք, տեսնենք, որ ամեն ինչը տեղը տեղին եւ սա ստուգվում է սպաների կողմից, որպեսզի խախտումներ չլինի, ինչի համար է, որ պետք է ամեն ինչ իր տեղում լինի, կբացատրես։ Որ կարողանանք էլի հեշտ պատրաստենք։ Հեշտ պատրաստենք։ Չափականագով այլի տրված։ Նախ որպեսզի իմանան թե ինչքան այսպես հեշտ է իմանալ, թե ինչքան հաց ունեն, ինչքան ջեմ ունեն, ինչքան միս ունեն, ինչքան երշիկ ունեն, այդ ամեն ինչը պարզ արդեն երևում է, բացեցիք մի անգամից գիտես։ Քանի որ Արտուշը չի թողնում, որ ես իրեն օգնեմ, ասում է ես գիտեմ ինչ եմ անում, քանի ինքը պատրաստում է ընթրիքը, ես ձեզ ծանոթացնեմ զինվորի բաժնի հետ, թե ինչ էլ կա։ Չորացած կանաչեղենն է, մաղադանոց, սամիտ, ռեհան, տարբեր կանաչեղեն են, դե այս թերը եւ այլը չեմ ներկայացնի, քաղցրավանիկները նույնպես, ասեմ որ բավականին մեծ քանակությամբ երշիկեղեն է, մսեղենը պահածոացված, խտասած կաթերը եւ սրանք ինչ են։ Հա։ Սրանք արդեն վերմիշել, տարբեր տեսակի տավարի մսի համով եւ հավի մսի համով։ Հետաքրքիր է։ Կեչուպներ։ Մայոնեզ չկա։ Վայ, ո՞նց եք դիմանում։ Իմիջիալոց բոլորը շատ գովում են այստեղի ջեմերը։ Եվ իրոք շատ համեղ է, մենք փորձել ենք ինքներս, շատ լավ համով ջեմեր են, որ առավոտյան նախաճաշում անպայման է, դե սուրճը իհարկե անպակաս է մեր դիրքերից։ Մի խոսքով, այսպես
Չափաբաժինները գրված են, տղաները ճիշտ օգտագործում են, որպեսզի ամեն ինչը բավականացնի եւ ինչպես իրենք ասեցին, գնալուց դեռ մի բան էլ ավելանում է, հա, տենց է լինում Արտուշ։ Այո։ Ինչի չեք ուտում ինչ որ գրած է։ Չէ, ուտում ենք, այս չափականակի օգտագործում ենք, ավելանում է։ Հա, թողում ենք մյուս կարածով հերթափոխի։ Հա, մյուս եկող հերթափոխի։ Արտուշը պատրաստեց ընթրիքը, ինչպես տեսնում եք, թարմ բանջարեղենով, շատ համեղ ռագու է էփել մսով, երշիկ եղենը, խավիար, հա, այդ խավիար, հա։ Խավիարով, հացով, հացը համար ձմեր տաքացնում են վառարանի վրա, որտեղ այդպես ավելի համով է։ Այսպես էս լավ բնության մեջ, այս լավ եղանակին կվայելենք ընթրիքը, տղերքը արդեն կգան ծառայողները, հանգստացողները կգնան ծառայությունը շարունակելու, մենք էլ իրենց հետ շարունակենք արդեն գիշերային նկարանումները։ Վայելենք ընթրիքը, շատ համեղ Արտուշը խոստանում է, որ ուտելու ենք ու իրեն շատ գովելու ենք։ Այդքան բան։ Գոմ։ Քանի հատ կրակեց։ 3 հատ։ Ինչ ենք էր։ 3 ստիկան։ Ստիկան էր։ Հենց նոր հակառակորդի կողմից կրկին հրադադարի ռեժիմի խախտում էր։ Իստիգալ տեսակի զենքից 3 կրակոց արձակեցին, դիրքի հավաքի հետ բարձացանք ստուգելու, որ ամեն ինչ նորմալ է, փառք Աստծո, այստեղ ոչի բան չկա, ճշտեցին, ներքևում ճշտում են, թե որ կողմի վրա են կրակել, կրակոցը մոտիկ էր, լսվեց շատ պարզ մեր մոտ, հիմա փառք Աստծո մեր մոտ ոչինչ չկա, գիշնենք կտեսնենք, թե ներքևում ինչ է կատարվում, գիշերը շատ չենք ուզում։ Պարոն Զաքարյան, դիտարկումներ ենք անում, կենդանիներ եք նկատել, ցանկություն կլինի, գանք նայեք։ Հա, իհարկե կլինի։ Գնանք կենդանիներ նայենք։ Հենա շարժումը թփերի մեջ է ինչ-որ բան։ Ինչ է բայց։ Եղնիկա, նայ։ Եղնիկա։ Կամաց։ Ինչ է սիրուն է։ Շատ լավն է։ Մի հատ է տենաս։ Ձակա կարող է մայնել ստեղնի։ Ձակա էսի, բայց։ Հա, ոնց որ։ Շատ լավն է։ Չէ, մենակ է ոնց որ։ Շատ լավն է։ Հայր ջան, այգին սիրուն եղնիկներ են մեր անտառներում։ Խոզա, նայ։ Խոզեր են։ Խոզա ձակերի հետ։ Խոզա։ Ձակերն նայ։ Լավն են։ Շատ լավն են։ Կենդանական այգում եք էլի ծառայում։ Ահ։ Շատ լավն են։ Եղնիկ տեսան, խոզ տեսան բնության մեջ, էլ ինչ են ուզում։ Լուսաբացը իհարկե անկրկնելի է մեր լեռներում, մեր սարերում, մանավանդ արտառներում, չգիտեմ, տեսախցիկը կարող է փոխանցել այս բոլոր գեղեցիկ ձայները, թռչունների, գիշերը հետաքրքիր անցավ, քանի որ բավականին շատ կենդանիներ տեսանք, փառք Աստծո, որ միայն չորքոտանի կենդանիներ տեսանք, ավելորդ ուրիշ կենդանիներ չտեսանք, Եվ նաև մի քանի, 2-3, բացի Սիգալի 3 կրակոցից եւս 2-3 անկանոն կրակոցներ, ընդհանրապես կարելի ասել, որ գիշերը հանգիստ անցավ,
Մեր Արտուշը Հովեյան ուրեմն թաքցնում էր մեզնից համեստորեն այսօր իր ծնունդն է եւ տղերքը պատրաստվում են իհարկե ծնունդը նշելու շնորհավորում եմ Արտուշ ջան երկրորդ ծնունդը դա բանակում հա քանի տարեկան դարձար 20 տարեկան իհարկե Արտուշը մեզնից նվերել կստանա բայց Տակիա տղաների համար ասում է ինքը ոնց որ նոր բացատրում էր դու ինքը քո բարերով որ ամենահիշվող ամենահիշարժան ծնունդները հենց բանակում են ուզեմ մի փոքր Արտուշ ջան դու նախ նորից եմ շնորհավորում քո ծնողների անունից գիտեմ որ այսօր քո ծնողներն էլ նայում են հոյակապ որդի ունեք ներկայացվել եք Քաջարի մարտիկի մարտական գործողության մասնակից է եղել ժամանակին չէ Պատմի ոնց անցավ ծառայությունը, այ ոնց որ ինձ պատմում էի։ Դեմից որ քանի անսովորել մի քիչ դժվար անցավ, բայց մեր ծառայից ընկերների միջոցով կարողացանք էլի հաղթահարել բոլոր դժվարությունները։ Եվ այսօր մենք ենք փորձում մեր նորմալական հետապայություն կառուցող տղաներին օգնել, որ կարողանան նույն կերպ իրանք ծառայությունը իրականացնեն։ Դասակի հրամանատարից շատ բան է կախված, պարոն ավագ լեյտենանտ։ Հիմնականում անմիջական շփումը զինվորների հետ հենց դուք եք։ Նրանց հետ դիրքում կանգնած եք, նրանց հետ եք անցկացնում մարտական հերթապահությունը եւ ձեր հրամանատարության ներքո է, որ նրանք ամբողջ ծառայությունը մարտական դիրքում անցկացնում են։ Միջանձնային հարաբերությունները, որ մեզ շատ է մտահոգում, այսինքն գնալով այնքան միջադեպերը քչացել են, արդեն այդ շատ մտահոգումը ճիշտ ասած այդքան էլ տեղին չի, բայց միևնույն է մտահոգված են ծնողները։ Այդ ձեր դասակում աշխատանքները ոնց եք տանում, որպեսզի տղաների մեջ, տղաներ են, հնարավոր է նույնիսկ ինչ-որ հարցի շուրջ վեճեր ծագեն եւ այլն։ Ձեզ որպես սպայի իրենք դիմում են ինչ-որ հարցով։ Դեպքերն հորդիում են Ուղղակի որ ասում են տղան մենակ հայ լինի, բանակում սպան համ հայրը համ հայրը զինվորի համար։ Դա համար բոլոր ծնողներն կան հանգիստ լինեն, որովհետև իրանք ունեն ճիշտ է չեն կարող փոխարինել ամբողջովին, բայց փոխարինում ենք էլ աշխատում ենք փոխարինենք ու փորձում ենք նենց անենք, որ դեպքեր չլինեն ընդհանրապես։ Միշտ խոսում եմ առանձին դասակի հետ, ասում եմ որ դուք ստեղ մի ընտանիք եք, կապ չունի որ տարբեր ընտանիքներից եք եկած, բայց ես 2 տարին ստեղ մի ընտանիք եք։ Մի ընտանիքի պես, հարալ աղբերների պես մնաք։ Տարիքային տարբերությունը շատ մեծ չի, ձեր եւ ծառայող տղաների, հա, 3-4 տարի ասենք թող լինի տարբերությունը, իրական կյանքում դա նույնիսկ տարբերություն չի համարվում, բայց այստեղ իհարկե կա սպայի եւ զինվորի, ենթակայի եւ հրամանատարի այդ հարաբերությունները երբեք չպետքա փոխարինվի ընկերականը մնում է ընկերական, բայց ինչպես ասեք աղբերական, բայց եթե չլինի սպա զինվոր այդ հստակ կարգ ու կանոնը, ապա այդ ընկերականը կարող է նույնիսկ խանգարել։ Խանգարում է, չէ՞։ Հա։ Դե հենց այդ է ուզում ասել, որ զինվորի հետ կարելի է իհարկե ընկերական, կարելի է եղբայրական, բայց որ ասում են չափը պետքա չանցնի, հենց ես կարծում եմ այդ չափը անցնելու դեպքում է, որ այդ դասակում արդեն կսկսի սխալ, հա, մտնոլորտ կստեղծի։ Չափի մեջ ամեն ինչը։ Հա, չափի մեջ։ Շատ լավ է։ Մեր կրծքսպահական կազմից շատ բան է կախված եւ կրծքսպահական կազմը անմիջապես ինչպես ասեցի շփվելով դուք օրինակ եք իրենց համար մանավանդ նորակոչիկ զինվորը որ գալիս է ինքը պետք է նայի սպան եթե իրեն սպանը պահում է ասենք իրական հայ սպային վայել ձևով ապա նա ակամայից արդեն հարգանք է առաջանում եթե ինչ որ շատ ընկերական աղբերական է լինի, արդեն այդ հարգանքն կարող է չլինի, էլի ես։ Հանգարում է շատ ընկերական հետ։ Իհարկե, չէ չափի մեջ, դրանով սա նորմալն են դեպքեր չեն գնում։ Հա։ Գնանք տղերքի հետ զրուցենք։ Սերժանտ Հակոբյանի հետ 2 օր անցկացրեցինք իր տղաների հետ, շատ հաճելի օրեր էր մեր համար ասեմ։ Սերժանտ ջան, ուզեմ որ այսօր գիշերվա ընդհանուր արդեն իրավիճակի մասին դու ասես Ոնց անցավ ամբողջ գիշերը, ոնց էր երթապահությունը։ Գիշերը անցավ նորմալ եւ տեխնիկական նոր սարքերի նորույթ համեշաբար տեխնիկական այս սարքերը մեր ծառայությունը ավելի հեշտացրեց, ապահով կյանք ստեղծեց որոշ չափով եւ ավելի
հետաքրքիր դարձրեց։ Հա, հետաքրքիր տեսանք արդեն գիշերը շատ։ Ինքներդ տեսակ գիշերը կենդանիներին։ Դե այտենց ենք։ Ասեմ որ կենդանիներ շատ տեսանք, նույնիսկ լուսան տեսանք, չհասցրեցինք նկարենք։ Լուսանը շատ ավելի արագ էր։ Քանի օր ասպես է լուսանը գալիս այստեղ։ Հա։ Քանի օր է, 2 օր է նկատում եք։ Հա, 2-3 օր արդեն նկատվում է։ Հա, լուսանը եկավ, բարձրացավ ծառի վրա, մենք չհասցրեցինք ցավոք նկարել, բայց եղնիկ նկարեցինք, խոզերը նկարեցինք, ինքներդ տեսակ այսօրվա ծրագրի ընթացքում շատ հաճելի 2 օր է, տղաները իրոք մեզ գոհացրեցին, ոչ միայն հետաքրքրություններ իհարկե, նաև տեսանք նրանց ծառայության ամբողջ, կարելի ասել մի ամբողջ օր, 24 ժամ թե ոնց են ծառայությունը անցկացնում, ինչ աշխատանքներ են տարվում, բավականին մեծ աշխատանքներ են տարվում, արդեն ասեցինք, շարունակական են, շատ քիչ ժամանակը չէ մնացել, որ ամբողջովին համարեք ավարտված։ Կարևորը որ դիտակետերը բոլորը ապահովված են եւ հրետանային եւ հրաձգային զինատեսակների կրակի դեպքում պաշտպանվելու համար, դա ամենակարևորը երևի հաստատ չէ։ Ամենակարևորը Առաջինը բանը դա է։ Որպեսզի դիտակետերը, կրակակետերը ապահովված լինեն, որպեսզի Աստված մի արասցե մարտական գործողությունների ժամանակ զինվորը իր կրակակետում ապահովված գա եւ ցանկացած կրակային միջոցների օգտագործման դեպքում իր կրակակետը չլքի։ Դա շատ լավ է եւ շատ գոհ մնացինք այդ կառույցներից, իհարկե այդ ամեն ինչը մենք չենք նկարում մանրամասն։ Հակոբյան ջան, ընդհանուր տեսանք իրավիճակը, գոհ ենք ձեզնից, շնորհակալ ենք ձեր ծառայության համար, տղաներից բոլորից, գիտեմ այսօր ձեր տղաներից մեկի ծնունդն է, արդեն ասեցինք Արտուշի, մենք էլ մի փոքր կմասնակցենք նրա ծնունդին եւ այս ամենը արդեն այս շաբաթ կներկայացնենք մեր հերոստատողին։ Դե ինչ ասեմ, շատ գեղեցիկ օր, շատ հաճելի, լիքը, բավականին շատ բաներ մենք էլ սովորեցինք, նոր տեխնիկական միջոցներից մենք էլ օգտվեցինք, տեսանք թե ինչպես են տղաները օգտագործում, շնորհակալ ենք եւ Զորամասի հրամանատարությանը հոգ տանելու համար մեր զինվորների մասին։ Այսքանով ավարտում ենք այսօրվա հաղորդումը, եթերում դիրքերում հաղորդաշարներ, կհանդիպենք եկող շաբաթ նույն ժամին Շանթի եթերում։